Երեխեք, համով բաները բերել եմ։ Հա, համոզված ես, որ համով է։ Փորձեք իմանաս։ Ես խոսք կուդամ, Ադել ջան։ Սիկ կուդես, ու դու ամեն օր ինձ զանգես սուշի պիտի ուզես։ Բաց է։ Ո՞ց։ Որ կարող կլներ։ Ահա։ Ես համոզված եմ, որ ինքը շատ համով է լինելու։ Վայ։ Este como una love. Helena. Չեմ հասկանում այդ որ խանութ ա գնացել, որ մինչև հիմա չկա։ Հա, Մաշա։ Մաշ, դու մի բան գիտես։ Կարող ես սուշին ուտենք։ Մտքերը տելի խառն են։ Ախպերդ ու ախպորդ ընտանիքը չեն թողնի, որ իմ մտքերը հանգիստ լինեն։ Հիմա ինչ ա եղել։ Հեչ։ Այվազի հետ տահաճ խոսակցություն ենք ունեցել։ Տուն ա գտել, որ գնան։ Ունենց տպավորությունը, որ ես եմ տնից հանում։ Բայց սենց թե նենց մի օր պիտի գնայի, չէ։ Հա հասկացանք, բայց ոչ այդպես։ Ես ընդհանրապես չէի ուզի, որ գնալուց առաջ սենց խոսակցություն լիներ։ Ինչ խոսակցություն։ Ինչ ես ասել։ Կարևոր չի։ Իմացա, որ խոսել ես Լիզայի հետ։ Հիմա, որ առանձին են ապրելու, շատ լավ կլինի, որ քո հարաբերությունները նաև Այվազի հետ շտկես։ Հավատա, դու իրենց հիմա շատ պետք ես, շատ։ Բայց ես Լիզայի հետ չեմ խոսել։ Այսինքն, դու Լիզային չես զանգել։ Դեռ չէ։ Լիզան ա ասել, որ զանգել է։ Չէ, երևի ինչ-որ մի բան ես եմ սխալ հասկացել։ Հա, բայց կզանգեմ, անպայման։ Շատ համով եմ։ Չգիտեմ, ինձ ասել էր ինչ-որ խանութ ա գնում։ Տան համար բան ա պետք։ Բան չեմ հասկանում։ Արսենզա։ Ով ջան, ուզում եի ասել, որ տունը վերջնական հաստատեցի, պայմանավորվել եմ։ Լավ, իսկ Լիզայի հետ խոսել ես, զանգել ա քեզ։ Չէ, ինչի։ Որովհետև դուրս ա եկել ու չգիտեմ ուր ա գնացել, չկա։ Հեսա փորձեմ զանգել իրեն։ Լավ։ Լիզային էլ կասեն ուրա գնացել։ Լիզան է էլի, անջատված մի ուղությամբ գնացել է։ Ադել։ Հա ինչ, լավ կներեք։ Մաշ ջան, արի բանում խոսանք, հա։
Սայլակ բերեք, ելի խնդրում եմ շուտ։ Լիզ, չվախեն աստված։ Ամեն ինչ լավ կլինի, եղավ։ Ես ավտոն տանեմ ու գամ։ Չմտածես, սաղ լավ կլինի։ Մաշ ջան, Լիզան ուր է։ Մաշա ջան, դու մեզ վատ կխապես, որ մարդու մեղ կգուկաս։ Այնտեղ ընդեղ հալու մաշ եղավ, դարել է կես մարդ արդեն, եթե բանեմ գիտես սա։ Ոնց ինչ ես խոսում։ Կարող եմ մի բան խառնել ես։ Կարող ես սխալ ես հասկացել։ Մաշ արագ սա։ Ադել։ Ադել ինչ է եղել։ Հովոն ուր է։ Պապա դուր է Ադել։ Ադել, հանգստացի, էլի խնդրում եմ, ասա ինչ ա եղել։ Մաշ ասում է Լիզան հիվանդանոցում է։ Ինչ։ Ոնց եք։ Լավ եմ, ձեռքս մի քիչ ցավում։ Հա, մի քիչ կցավա, բայց վտանգավոր բան չկա, գնդակն անցել էր, ոչ մի բանի չի վնասել։ Ուղղակի ցավազրկող էինք ներարկել, մի քիչ քնելեք ու արյուն եք կորցրել։ Իսկ ինձ հարցնող չի եղել։ Ոնց չի եղել, ձեր ընտանիքը այստեղ է։ Համել ոստիկանությանը դեպքի մասին տեղյակ ենք պահել, թե որովհետև կարգն է այդպես, բայց պարզվեց, որ ձեր բարեկամը հենց ոստիկանությունից է։ Իսկ ուրիշ մարդ չի հարցրել։ Չէ, առողջություն ձեզ։ Լիզ։ Ոնց ես։ Լավ եմ, ասացին լուրջ բան չկա։ Ես չեմ հասկանում ինչ ա եղել, ոնց ա եղել, որ օրը ցերեկով կրակել են քո վրա։ Հով հիվանդանոցում ենք։ Ով ա արել Լիզա։ Այդ տղան բերեց ու գնեց։ Ուրիշ բան չասեց։ Չէ, ոչ մի բան, բայց աղջիկը արդեն լավ է, կարող եք տեսնել։ Լավ, շնորհակալություն։ Լավ։ Հանգստացի արդեն։ Ասացին, որ ամեն ինչ շատ լավ է։ Ինչ կապ ունի։ Կարող ավելի վատ լիներ, կրակել են, կամ չգիտեմ։ Հա, հասկացա։ Բայց հիմա լավ է, չէ՞ ամեն ինչ։ Մնացածը կպատմի, կասի ինքը։ Ինչա կարևոր է չի, որ հիմա լավ է երեխան, փառք Աստծո։ Բայց տենաս ով ա բերել։ Կխոսենք, կհամոզենք, կպատմի, կասի։ Փաստենը, որ ոչ մեկն էլ չգիտի ուր ա գնացել, որտեղ ա եղել։ Ես չգիտեմ, ես ենթադրում եմ, որ երևի ինչ-որ կռիվ ա եղել, ինքը պատահաբար հայտնվել է այդ տարածքում։ Ուղղակի կրակել են, ուրիշ ինչի պիտի կրակեին Լիզայի վրա, իմաստ չկա։ Երթվում եմ, էլ չեմ դիմանում, Լիզա։ Ով ա արել։ Չգիտեմ։ Այսինքն։ Հով չեմ տեսել։ Լիզա ջան, քո վրա կրակել են, դու ասում ես չեմ տեսել։ Ось
Դուրս կգաս։ Չէ, պապա։ Մարդը չի տեսել ով է կրակել իր վրա։ Դե չի տեսել, ուրեմն չի տեսել։ Հիմա որ գոռացի վրան, հիշելու է։ Այտենց հազարավոր դեպքեր ա լինում։ Դուրս կգաս մի րոպե։ Աղջիկս, ասացին, որ արդեն լավ ես։ Հա, լավ եմ։ Մի քիչ վախեցել էի, բայց հիմա լավ եմ։ Դե հիմա հողն էստեղ չի։ Ու դու համարի, որ հորոտ հետ ես խոսում, տարբերություն չկա, չէ՞։ Հերո աղջիկ ենք համարյա։ Կնայես ինձ։ Որտեղ էիր։ Գնացել էի հորքուրին տեսնեմ ուղղակի չէի ուզում, որ Հովոն իմանա։ Պայմանավորված էիք։ Հա, Հետո։ սխալ տեղ էի գնացել։ Բայց հորքուրիդ մոտ էիր գնում։ Հա։ Սխալ տեղ էի գնացել, որովհետև հասցեն չգիտեի։ Հետո չգիտեմ, որ փողոցում էի, ովքեր եկան, ինչ կատարվեց, չտեսա, ինչ որ մարդիկ եկան, սկսեցին կռվել, հետո կրակեցին։ Ավելի լավ չի ճիշտ ասես, բալես։